Ես 1000 անգամ եղել եմ Թբիլիսիում, բայց այստեղ չի եղել։ Եթե չեք եղել, անպայման պարտադիր է գալ այստեղ։ Պարտադիր է։ Առավոտյան ժամը 7:30 է, ես գնում եմ ընկերուհիներից վերցնեմ ու գնանք Թբիլիսի։ Բարի առավոտ որդիակս։ Առաջին անգամ եմ ես ինքս քշելու այդքան։ Հուսամ ամեն ինչ լավ կլինի, Աստված մեզ հետ, մեզ բարի ճանապարհ։ Եկել ենք հաց ուտելու։ Հաց կերանք բրծանք, տնավարի սեղանը փռեցինք, կոֆեն էլ խմենք ու առաջ շարժվենք։ Փոքրիկ վլոգ եմ բերել, եկել եմ Թբիլիսի, ընթացքը մոռացել էի նկարեի, հետո էլ ասացի դե լավ, չեմ նկարելու ոչ մի բան, գալիս եմ հանգստանալու, բայց մի քանի բանով կկիսվեմ ձեզ հետ, որովհետև էմոցիոնալ լիքը լավ պահեր եմ ապրել, ուզում եմ, որ դուք էլ տեսնեք այդ ամեն ինչը։ Եկել ենք, որ իրենց ֆունիկուլյորը նստենք ու կադրեր կտեղադրեմ ֆունիկուլյորի արժեքներից, ինչպես է գնում, ոնց է գնում ու վերևում ինչ կա։ Առաջին անգամ նստում եմ իրանց ֆունիկուլյորը, այս տեսք ունի մի րոպե, այսինքն վերև ենք բարձրանալու։ Տեղ չկար նստելու, 3 կաբինա է, չէր մոտեսավ, 3 կաբինա է, տեղ չկար նստելու, հիմա կանգնած ենք, ինչ-որ, գնացինք։ Գնացի մազի չեմ կարան Ոյ, ասում եմ պետք է բռնվել։ Քանի կանգար ունի, այստեղ փոխվում են, ներքևում թանգարան կա, իջնում են այդ թանգարանը, հաց մենք չենք իջնում։ Իջնում ենք կանգար, հիմա վարձանակ վերևում տեսնենք ինչ կա, վերևում իրանց պարկն է։ Թբիլիսիում երբ որ տեսնում եք են վիշկան ա, չես դա երեխեք։ Հա։ Հիմա կմանկանք տեսնենք ինչ կա, հարսանիք հստեղ։ Ես մոռացել եմ իմ միկրոֆոնը վերցնեմ, որ սիրուն կոնտենտ նկարեմ, գոռալով կխոսամ հնարավորինս, որ լսեք։ Այդտեղ կա սրճարան, 2 հարկ։ Շտատիվ ունեմ, կարելի է շտատիվով նկարել։ Եվ այստեղից բացվում է դրախտային գեղեցիկ տեսարան դեպի Թբիլիսի։ Վաու։ Սիրուն է, շատ սիրուն է, շատ սիրուն է։ Ես 1000 անգամ եղել եմ Թբիլիսիում, բայց այստեղ չի եղել, եթե չեք եղել անպայման, պարտադիր է գալ այստեղ, պարտադիր է, հրաշք տեղ է, ու հենց ցերեկով, որովհետև ինձ համար տեսարանը դա ցերեկով տեսնելու է, որովհետև գիշերը, հա, սիրուն է լույսեր է, իսկ սենց դու ամբողջ ճարտարապետությունը, ամբողջ գեղեցկությունը տեսնում ես, հրաշք է, ովքեր որ բարձրացել են ճոպանուղիով, շատ սիրուն է, հա, ճոպանուղիով բարձրանալն էլ է շատ սիրուն, բայց ստեղից տեսարանը լրիվ այլ է, լրիվ, շատ լավն է, որ խորանենք Երևանն է կտեսնենք։ Կան տարբեր սրճարաններ, կարող եք հենց տեղում սնվել, սուրճ, թեյ, ամեն ինչ կա։ Այստեղ նաև ճոպանուղի կա, բայց չգիտեմ, այս ճոպանուղին մեր իմացած տեղն է իջնում, թե ոչ, մոստի մոտինը չի, ոնց որ սա։ Ես հիմա մի հատ կնայեմ, տեսնեմ ոնց է իջնում, ու ձեզ ինֆո կտամ։ Տիպի խոհանոց կա, ասիական, իտալական, fast food, ամեն ինչ կա։ Մեկ տոմսի արժեքը այստեղ բարձրանալու համար 25 լարի է,
բարձրանալ իջնել իրար հետ։ Վերևում ահագին սառնոտ էր, քամի էր, դրա համար մի քանի կուրտկա ենք հագել, որ կոմֆորտ լինի ու հանգիստ պտտվենք, ման գանք։ Այստեղ արդեն իրենց այգին է, որտեղ տիր, տարբեր խաղեր, վերևում կարուսելներն են։ Սա իրենց դինոպարկն է, դինոզավրեր են ներսում։ Քայլելու ընթացքում տարբեր կողմերից տարբեր գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Հիմա իջնում ենք մի հատ էլ այս կողմից տեսնենք ինչ տեսարանա մեզ սպասվում։ Ունենք այս տեսարանը ավանդակներից։ Այս տեսարանն է բացվում, ներքևում ինչ-որ ճոճվող կամուրջ կա։ Կարծում եմ սա ավելի նոր քաղաքն է իրենց։ Ահա որ քամիա չեմ կարողանում շատ խոսալ, մի խոսքով տեսարանով զմայլվեք։ Ստեղի հաց ու պանիրները, այս խոտերը, որ ուտում ենք, երևի սուլուգունի պանիր է ստեղինը։ Խնդացեք բոլորը։ Խոսք, հումորը իմն է։ Բարձրեք տեսնենք էլ ինչ հետաքրքիր բաներ կան այստեղ։ Ոնց որ թե Ellen's Kitchen-ը դարձել է travel blogger, որտեվ ամռանը շատ նպատակներ կան, քաղաքներ գնալ բացահայտելու, արդեն եվրոպական։ Չնայած Գերմանիայից փոքրիկ վլոգներ ունեմ, ովքեր չեն տեսել, կարող են անցնել նայել շորթերի մեջ։ Բայց դե եթե հետաքրքիր ու ինֆորմատիվ բաներ եմ գտնում, ինչու չկիսվեմ իմ հետևորդների հետ։ Այնպես որ խնդրում եմ լինել ակտիվ։ Սատանայի անիվն էինք ուզում նստել, բայց չի աշխատում, չգիտեմ ինչու։ Իսկ ովքեր Դուբայում եղել են ու չեն նստել իրենց անիվը, ասեն որ արդեն աշխատում է Դուբայի անիվը, մենք ուզում էինք նստել, ուղղակի ժամը 9-ին փակված էր, հաջորդ օրը թռնելու ենք հետ Հայաստան, չենք հասցրել նստել, բայց ովքեր որ պետքա գնան Դուբայ, անպայման այդ առիթը բայց չթողնեք, կգնա կնստեք։ Երևանի կեղտոտ օդից հետո ստեղ ուղղակի այս բնության հոտը, չգիտեմ, ուղղակի հրաշքա։ Այստեղ շատ կարուսելներ կան, շատ մեծ այգի է։ Ով է սա երեխեքի համար եւ ոչ միայն երեխաների, այն մարդկանց, ովքեր որ կարուսել սիրում են։ Ես սարսափում եմ կարուսելներից, շնշումս բարձրանում է ու վատանում եմ։ Վերևում հարսանիք է, շքեղ տեսարանի ներքո։ Շատ սիրուն տեղ էր, շատ։ Ինչ food blog, եթե մենք այստեղի ամենահայտնի ու ամենահամեղ պոնչիկը չփորձեինք, հենց այդ գեղեցիկ ռեստորանը, որ քիչ առաջ ցույց տվեցի, ամենահայտնի ու ամենահամեղ պոնչիկն են մատուցում։ Հիմա կփորձենք գնով եւ կարծիքով կկիսվեմ։ Եկել եմ մի բանի մասին խոսեմ, ուրեմն այստեղ կատեգորիկ ռուսերեն չեն խոսում, բացարձակ։ Ու չեն խոսում մինչև 35 տարեկան երիտասարդությունը։ Երբ որ ես մեր հյուրանոցի աշխատակցին հարցրեցի, ասում եմ, ինչի են հենց ինչ-որ բան ես հարցնում, միանգամից իրենց կոտրած շատ վատ անգլերենով, սկսում են ինչ-որ անգլերեն խոսալ, ահա որ վատ, նես չի, որ ես փայլում եմ անգլերեն խոսալով, բայց այնքան վատ են խոսում, որ ավելի լավ ոչինչ չխոսան, ասում եմ, միշտ այստեղ ռուսերեն ենք հաղորդակցվել, շատ հաճախ հայերեն ենք հաղորդակցվել, օքեյ ա եղել իրենց հետ շփումը, ու այդ կինը ասեց, որ իրենց դպրոցներում սովորեցնում են եւ պրոպագանդում են, որ հայերը եւ ռուսները վատ մարդիկ են ու աշխատեք ձեր քաղաքում, այսինքն Վրաստանում, երբեք չխոսել այդ լեզուներով։ Եթե տուրիստա եկել է, ուրեմն միջազգային մի հատ լեզու վերցրեք, անգլերենը վերցրեք ու ձեր հաճախորդների, չգիտեմ, կլինի ռեստորանի հաճախորդ, կլինի հոթելի, կլինի տաքսի նստող, բոլորի հետ պետք է շփվեք անգլերեն լեզվով։ Ես հենց բան չէի տեսել, երբ որ, չգիտեմ, խոսալուց հետո էլ ասենք ասում ես, բա դու ռուսերեն չես հասկանում, այդ աշխատողը ասենք, what, յանի ինչ չեմ հասկանում, էլի ռուսերեն, այդ ինչ ա вообще, ինչ ես խոսում։ Ես շատ ուրախ եմ, որ իրենք իրենց լեզուն են ուզում ավելի շատ օգտագործեն կամ
տուրիստների հետ խոսեն անգլերեն, ոչ թե ռուսերեն, չգիտեմ, օքեյ, իրանց որոշումն է, բայց որ պրոպագանդում են, որ հարևան երկրների մարդիկ վատն են, այդ ես չգիտեմ, մի քանի տարի հետո թշնամանքով ավելի լեցուն են լինելու մեր հանդեպ։ Ես Թբիլիսին շատ եմ սիրում, շատ ինձ հոգեհարազատ, չեմ կարող բացատրեմ, շատ եմ սիրում այս քաղաքը։ Բարեկամներ չունեմ, բայց միշտ ձգել է այս քաղաքը ինձ, բայց որ սենց են իրանց պահում, Ադիք լավ չէ, իսկ մեր մոտ Հայաստանում ինչա թե ռուսները եկել լծվել են, մեր ռեստորանները, կաֆեները մենք գնում ենք ու մատուցողները ռուս են լինում, կամ գալիս է հայ ու սկսում է հետ ռուսերեն խոսալ, ես շատ հաճախ ջղայնանում եմ, ասում եմ ինձ հայատար մենյու տվեք կամ հայ խոսացող, հայերեն խոսացող մատուցող ուղարկեք, ես իմ երկրում չեմ կարողանում հայալեզու մենյու կամ, չգիտեմ, մատուցող գտնեմ, բայց եկել եմ ստեղ մարդիկ այդենց են դիմավորում, լավ են անում։ Հարսանիքից մեզ բաժին հասան կանֆետիներ, այնքան եմ ուզում տեսնեմ վերևում ինչա կատարվում, ավանդական հարսանիք է ինչ-որ, սա վանիլային տարբերակն է, սա շոկոլադ է և կակաո։ Բայց դարչնի համ եմ առում, չգիտեմ խի։ Վանիլային կրեմը ես տեսք ունի, համովեր, ես հլը չեմ կերը, ասում են շատ։ Շատ համովա կական։ Սա էլ շոկոլադի տարբերակն է, առատ լծրած ամեջը։ Կրեմը իմ համար բավականաչափ քաղցր չէր։ Ես քաղցրակեր չեմ, բայց ես քաղցր չէր, բայց ավելի քաղցր կուզեի, որ լիներ, այդպես, այս շոկոլադով տարբերակն է, օ, շատ համով ասա, բայց ես նուտելայի համար է, կար, հաստատ մեջ մի կթալ գցած կլինեն, շատ համով է, իմ կարծիքով Երևանում մեր պոնչիկ-մոնչիկը, Գյումրի պոնչիկ-մոնչիկը, սասֆուդինը շատ ավելի լավն է, քան այստեղինը, դա հաստատ։ Հաշիվը կազմեց 79 լարի, մեր գումարով 13,000 դրամի կարգի է ստացվում։ Եք բերելու այսենց քարտեր, ու այս քարտերով եք նստելու ֆոնիկուլյորը։ Մենք վերջապես դատարկ կաբինա գտանք, հիմա նստել ենք դատարկ կաբինա, որ իջնենք ու տեսարանը ավելի սիրուն ու վախենալու լինի։ Մենք իջնելու ենք ստեղից հիմա։ Ես եմ վարորդը։ Ես եմ քշում։ Լուրջ եմ ասում։ Գնաց։